Տիկին Երեմյան, այսօր այս դահլիճում մեկ անգամ ձեր խմբակցության կողմից ինքնահայեցման մասին դիտարկում է հնչել, ես հուսով եմ դուք կհետևեք այդ խորհրդին և ձեր վերջին դիտարկումների մասով ինքնահայեցողաբար կվերլուծեք նաև ձեր թիմի հարց ու պատասխանը երեկոյան տեսանյութերը դիտելիս և Տիկին Մանուկյան մինչև հարցին անդրադառնալը մի պարզաբանում ձեր թույլտվությամբ ձեր ելույթում ներողություն, երբ մեջ բերեցիք պարոն Հարայիկ Հարությունյանի խոսքից, թե մենք էլ ենք իշխանության մաս, իբրև թե, թյուրիմացությունից, շահարկումներից խուսափելու և այդ շահարկումների դուռը փակելու համար մեր խմբակցության դիրքորոշումը արտահայտեմ, ուժեղ Հայաստանը խորհրդարան է եկել որպես ընդդիմություն, որևէ կերպ, որևէ չափով, որևէ դեպքում ՔՊԱ-կան իշխանության քաղաքականության պատասխանատվությունը չի կրելու, չի կրում և չի պատրաստվում որևէ դեպքում կրել ու մի կարևոր շեշտադրում պարոն Հարությունյան, ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի մասով մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ և մեր օրակարգն է շարունակում մնալ անփոփոխ, մենք այստեղ ենք մեծ փոփոխություն իրականացնելու համար, որը հենց ձեր իշխանության հեռացման մասին է, հիմա հարցս Տիկին Մանուկյան, իրական խորհրդարանական վերահսկողական մեխանիզմների ձեր պատկերացումների մասին մի փոքր կխնդրեմ մանրամասնել, որովհետև այս խորհրդարանը քաղաքական մեծամասնության մասով նախորդ հնգամյակում դակիչ մարմնի էր վերածվել, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Ղահրամանյան, երբ ես մեջ բերեցի մեր գործընկերոջ խոսքը, որ մենք իշխանության մաս ենք, հուսով եմ կոնտեքստից չի կտրվելու, նկատի ունեի դա վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանը, կոնկրետ տվյալ դեպքում չեմ արդարանում, խնդրում եմ ինձ չհուշել, ինչ վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանը այս հանձնաժողովի շրջանակներում, տեսեք, ես արդեն ասացի, որ այս հանձնաժողովը խորհրդարանի ամենաառանցքային հանձնաժողովներից մեկն է և այո, բազմաթիվ են ժողովրդավարական երկրները, որտեղ ամենաառանցքային հանձնաժողովների նախագահությունը վերապահվում է ընդդիմությանը, դրանով հենց արտահայտվում է արդյունավետ, թափանցիկ խորհրդարանական վերահսկողությունը, ինչի հույսը ես փորձեցի ունենալ նաև այստեղ, որ և հարց հնչեցրեցի, եթե չկա թաքցնելու բան, եթե ամեն ինչ արվում է ճիշտ, արդար, օբյեկտիվ, արդյունավետ, ապա ինչն է խնդիրը, այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերապահել ընդդիմությանը, անգամ մասնավոր ընկերություններում, որտեղ մարդիկ նույն շահն են հետապնդում, որպեսզի ստանան արդյունքում շահույթ, միևնույնն է կա անկախ աուդիտ, կա վերստուգող և դա նորմալ ընդունված բան է, ֆինանսներում հատկապես վերահսկողությունը դա օրինաչափ երևույթ է և այդտեղ ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում։ Հուսանք կհաջողենք և կունենանք արդյունավետ վերահսկողություն, այլ ոչ թե ձևական խորհրդարան, որը պարզապես նայում և հաստատում է կառավարության բերած թվերը։ Արձագանք։ Շնորհակալություն Տիկին Մանուկյան, վստահ եմ, որ ձեր ունակությունները, հմտությունները ու նաև մեծ թիմերը ղեկավարելու փորձը այս հանձնաժողովում օգտակար է լինելու և այս կարևոր ֆինանսա-բյուջետային հանձնաժողովում հնարավորինս վերահսկողական լծակները կիրառելու եք և բացահայտելու եք այն տողատակերը, որոնք կփորձեն միգուցե թաքցնել մեր հանրությունից, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, ես լիահույս եմ, որ մենք դրանում կհաջողենք։